Այս պատմության մեջ իրադարձությունները զարգանում են անկանխատեսելի ու կործանարար արագությամբ։ Ամեն մի նոր օր բերում է նոր փորձություններ և թվում է հերոսներից ոչ ոք այլևս ի վիճակի չէ գտնելու հոգու հանգստություն։ Լարվածությունը հասել է գագաթնակետին, իսկ սերն ու ատելությունը միահյուսվել են մեկ ճակատագրական հանգույցում։ Սկսենք Դավիթից, ով հայտնվել է իր կյանքի ամենաստորացուցիչ ու ծանր իրավիճակներից մեկում։ Հնչում է հեռախոսի զանգը, որն ավետում է նոր խնդիրների սկիզբը։ Զանգահարողը պարտքատերն է, այն մարդը, ում մեքենան Դավիթը պատահաբար հարվածել էր։ Նա կոպիտ ու անզիջում տոնով պահանջում է խոստացված գումարը և Դավիթի համար սա իսկական հոգեբանական հարված է։ Նա իրեն չափազանց անհարմար և նվաստացած է զգում, որ ստիպված է լսել նման պահանջներ։ Գիտակցելով, որ այլ ելք պարզապես չկա և ընտանիքին չի կարող նեղություն տալ, Դավիթը դիմում է ծայրահեղ քայլի, գնում է բանկ և վերցնում վարկ, որպեսզի վերջապես փակի այդ անիծյալ վարկը։ Ծանր մտքերով տուն վերադառնալով նա պատրաստվում է գնալ ու հանձնել գումարը, սակայն հենց այդ պահին նրան է մոտենում Լեոն։ Եղբոր սուր աչքից չի վրիպում Դավիթի անհանգստությունն ու ձեռքի թղթերը։ Լեոն հարցնում է, թե այդ ինչ փաստաթղթեր են։ Դավիթը փորձում է թաքցնել, բայց Լեոն, կանխազգալով վատը, ստիպողաբար խլում է թղթերը նրա ձեռքից ու տեսնում վարկի ձևակերպումը։ Լեոն ապշած է ու խիստ անհանգստացած։ Նա պահանջում է անհապաղ բացատրություն, թե ինչի համար է այդ ահռելի գումարը։ Դավիթը, տեսնելով եղբոր վիճակը, այլևս չի կարողանում ստել և պատմում է ամբողջ ճշմարտությունը տեղի ունեցածի մասին։ Սա նոր հարված է Լեոյի համար, առանց այն էլ հոգնած անդադար խնդիրներից։ Իսկ այդ ընթացքում քաղաքի մյուս ծայրում Էռնան գնում է Հունանի տուն։ Նրա նպատակն է հասկանալ ստեղծված քաոսային իրավիճակը և գուցե փորձել հաշտության եզրեր գտնել, սակայն նրան դիմավորում է Իննան և խոսակցությունը վերածվում է իսկական հոգեբանական պատերազմի։ Իննան որոշում է վերջապես իր տեղը դնել Էռնային և չի խնայում կծու խոսքերը։ Երբ Էռնան փորձում է պաշտպանվել, ասելով, որ Հունանը պարզապես ցանկանում է քանդել իր ընտանիքը, Իննայի պատասխանը հնչում է որպես դաժան ապտակ։ Նա գոռում է Էռնայի վրա, պնդելով, որ այդտեղ վաղուց արդեն ընտանիք չկա ու չի էլ եղել։ Իննան ցինիկաբար ավելացնում է, որ եթե նույնիսկ Հունանի խիստ վերահսկողության պայմաններում Ավոյին հաջողվել է այդքան ակտիվորեն բազմանալ, ապա պատկերացնել անգամ չի կարելի, թե ինչ կլիներ, եթե Հունանը ընդհանրապես ոչ մի բանի չխառնվեր։ Իննան պահանջում է, որ Էռնան վերջապես ուշքի գա ու հասկանա իրական վիճակը, որ Ավոն երբեք չի եղել հավատարիմ ամուսին։ Բայց ամենասարսափելի իրադարձությունները ծավալվում են հիվանդանոցում, որտեղ պառկած է Ավոն։ Նախ նրա մոտ է գնում Գրիշոն։ Նա մտնում է հիվանդասենյակ, լեցուն կատաղությամբ ու ատելությամբ։ Առանց մի վայրկյան վարանելու Գրիշոն հարձակվում է Ավոյի վրա, բռնում նրա կոկորդից ու սկսում խեղդել։ Նրա ձայնը հնչում է որպես մահվան սպառնալիք։ Եթե հենց այսօր Ավոն իր բողոքը հետ չվերցնի ոստիկանությունից, ապա ինքը սեփական ձեռքերով կխեղդի նրան հենց այդ մահճակալում։ Ավոն հազիվ է փրկվում Գրիշոյի մագիլներից։ Սակայն սա դեռ վերջը չէր։ Անցնում է ընդամենը մի քանի ժամ և Ավոյի հիվանդասենյակ է մտնում արդեն ինքը՝ Հունանը։ Նա եկել է, որպեսզի վերջապես ավարտին հասցնի իր սկսած սև գործը և պատժի Ավոյին իր դեմ բողոք ներկայացնելու համար։ Հունանը մոտենում է անօգնական Ավոյին և աչքերում սառը ատելություն սկսում է խեղդել նրան։ Ավոյի կյանքը մազից է կախված, սակայն ճակատագրի բերումով հենց այդ վայրկյանին հիվանդասենյակ է մտնում Էռնան։ Տեսնելով սարսափելի տեսարանը, նա վազելով մոտենում է և ամբողջ ուժով հրում Հունանին, հերթական անգամ փրկելով Ավոյի կյանքը։ Այս կինը, ում Ավոն այդքան դավաճանել է, դառնում է նրա միակ փրկիչը։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, Ավոն կգնահատի Էռնայի այս զոհողությունը, թե կշարունակի իր դավաճանական ուղին։